Կադրերում Քաթարի Ռաս Լաֆան տարածքում գազի կայաններն են կրակի բաժին դառնում իրանական հարվածներից հետո։ Այս կայաններն ապահովում են հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների 20%-ը։ Այս հարվածին կոշտ է արձագանքել պաշտոնական Դոհան, սպառնացել Իրանին պատասխանով։ Հարվածից հետո Քաթարը անցանկալի անձ է ճանաչել Իրանի դեսպանատան ռազմական կցորդին։ Սպառնալիքներ են հնչել Վաշինգտոնից։ Թրամփը զգուշացրել է, եթե Իրանը շարունակի թիրախավորել Քաթարի էներգետիկ ենթակառուցվածքները, օդ կհանեն Իրանի հարավային Փարս գազի հանքավայրը։ Քաթարում գազի կարևոր օբյեկտը Իրանը թիրախավորել է ի պատասխան իսրայելական հարվածներին հարավային Փարսում։ Քաթարից բացի Թեհրանը թիրախավորել է նաև էներգետիկ ենթակառուցվածքներ Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում։ Ալ-Ռիադը սպառնացել է Թեհրանի ագրեսիային պատասխանելու համար իրենք և ծոցի մյուս երկրներն ունեն զգալի կարողություններ։ Ընդլայնվում է Իրան-Իսրայել-ԱՄՆ ռազմական գործողությունների աշխարհագրությունը։ Պատերազմի 20 օրերի ընթացքում առաջին անգամ Ցահալը թիրախավորել է Կասպից ծովի ափին իրանական Բենդեր Էնզելի նավահանգիստը։ Նախնական տեղեկություններով իրանական 4 ռազմանավ է հրդեհվել։ Միացյալ Նահանգները քննարկում է Մերձավոր Արևելքում հազարավոր ամերիկացի զինվորներ տեղակայելու հարցը, գրում է Reuters-ը ամերիկացի պաշտոնյաների հղում անելով։ Ըստ բրիտանական հեղինակավոր գործակալության, Իրանի դեմ ռազմական գործողությունների հերթական փուլն են ծրագրում ամերիկացիները։ Գաանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։